Հարցը կոնկրետ հնչվեց, ուզում եմ կոնկրետ պատասխանեմ, ինչը տեղի է ունենալու հունիսի 7-ից հետո, եթե Աստված մի արասցե, մեր ընտրողը բավարար չափի մասնակցություն չցուցաբերի, որի հետևանքով օրինակ այսօրվա իշխանությունները վերարտադրվեն։ Հստակ կա Արևմտյան Ադրբեջան հայեցակարգը, որը պետական հովանավորությամբ իրականացվող ծրագիր է, դրա մասին մենք բազմաթիվ անգամ հնարավորություն ենք ունեցել խոսել հանրության հետ, եւ դա ոչ թե ինչ-որ абստրակտ իրավիճակ է, այլ կոնկրետ գծված նախագիծ եւ պլան, որի արդեն նախապատրաստական որոշակի աշխատանքներ նաեւ իրականացվում Հայաստանում ըստ մամուլում տարբեր հրապարակումների։ Օրինակ տարբեր գիտական եւ ոչ գիտական, ուսումնական եւ ոչ ուսումնական հարթակներում քննարկում է համակեցության հնարավորությունը ադրբեջանցիների հետ Հայաստանում։ Այսինքն, եթե հունիսի 7-ին այսօրվա իշխանությունը վերարտադրվում է, շատ արագ թափով սկսում է իրականացվել Արևմտյան Ադրբեջան հայեցակարգը։ Դա նշանակում է, որ Հայաստանում կան ընտրված մի քանի 100 բնակավայրեր, արդեն ընտրված մի քանի 100 բնակավայրեր, որտեղ որ մի քանի 100,000 ադրբեջանցի գալու է բնակվելու։ Եվ այդ ադրբեջանցիները լինելու են երկքաղաքացի, ունենալու են Հայաստանի քաղաքացիություն եւ Ադրբեջանի քաղաքացիություն։ Եվ նաեւ Ադրբեջանի քաղաքացիության պահպանումը նաեւ իրենց անվտանգության հետ կապված խնդիրները ապագայում լուծելու համար որոշակի իրենց համար ցանկալի եւ վստահելի երկրներից խաղապահ առաքելություն ունեցող զինված ուժերի կամ այդպիսի կոնտինգենտի ներկայացումն է Հայաստանի Հանրապետությունում։ Դրա հետ մեկտեղ նաեւ ընդհանուր համակեցության կանոնների սրբագրումը։ Օրինակ, եթե մենք ազգային ինքնության հետ կապված ունենք պատմական հիշողությունից եկող մեր ազգային ինքնությունը նկարագրող մեր արժեքները, ապա դրանց քարոզը, դրանց պահպանումը կարող է ադրբեջանցիների համար համարվի համակեցության կանոնների խախտում, որը կարող է ունենալ նաև այն հետևանքները, որը որ նրանց Հայաստանի Հանրապետության բնակության պայմաններում նկարագրված կլինի ամենայն հավանականությամբ։ Սա պատրանք չի, սա հստակ ծրագիր է։ Տեսեք, եթե կատարվում է իշխանափոխություն, Արևմտյան Ադրբեջան հայեցակարգը հնարավոր չէ իրականացնել։ Ինչու՞։ Որովհետև միջազգային ատյաններում այդ հարցը փակ է։ Հետևաբար այդ հայեցակարգը կարող է իրականացվել միայն այն դեպքում, եթե հայաստանյան իշխանությունները այդպիսի կամք են դրսևորում եւ այդպիսի հնարավորություն են ընձեռում հարևան երկրին։ Հետևաբար ձեր կոնկրետ հարցին տալիս եմ կոնկրետ պատասխան։ Հունիսի 7-ին այսօրվա իշխանությունների վերարտադրության պարագայում մենք ունենալու ենք իրականացվող արդեն շատ արագ տեմպերով Արևմտյան Ադրբեջան հայեցակարգը, որը ըստ էության նշանակում է պետականության կորուստ, նաև գոյութենական իրական սպառնալիք։ Սա ձեր հարցի կոնկրետ պատասխանը։ Շնորհակալություն պարոն Անանյան, իմ գործընկեր Վահե Հովհաննիսյանը այսօր շատ հետաքրքիր կամ շատ դիպուկ ձևակերպում էր տվել, որ հունիսի 7-ին մենք պետք է որոշենք, թե արդյոք բոլորով շնորհակալություն ենք հայտնում Ալիևին, այս իշխանությունների պես, թե ոչ։ Այսինքն մենք մի քանի կարևոր ընտրություն ենք անելու, շնորհակալություն հայտնել Ալիևին, թե ոչ, Սևանը Գյոյչա անվանել, թե ոչ, թույլ տալ ադրբեջանցիների հետ համակեցության այնպիսի կանոններ, որը որ ձեր նկարագրած հետևանքներին կբերի, թե ոչ, եւ այս ամենը ըստ էության մինչեւ հունիսի 7-ը մեր խնդիրն է հասցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Եվ քանի որ մենք սկսեցինք իմ կոնկրետ հարցից, ապա պետք է խնդրեմ նաեւ միասին քննարկենք նախընտրական թեզերը, որոնցով մեր քաղաքացիներին պետք է չեմ ուզում ասել համոզել բառը, թեև ես կարծում եմ մենք այնպիսի վիճակում ենք այս մեր պետությունը այնպիսի վիճակում է, որ մեր քաղաքացիները պետք է համոզել եւ պետք է խնդրել եւ չգիտեմ էլ ինչ բառ օգտագործել, որպեսզի տեր կանգնեն մեր պետությանը։ Հետեւաբար ինչ թեզերով մեր քաղաքացիներին տանենք դեպի ընտրություն։ Սոցիալական հարցումները տարբեր մեզ ասում են այն տեղեկատվություն ընդհանուր նարատիվային առումով, որ մեր ժողովրդի հանրության ճնշող մեծամասնությանը առաջին մտահոգողը դա արտաքին անվտանգային հարցերն են։
իհարկե նաև կենցաղային, տնտեսական, մյուս, իհարկե որպես քաղաքական ուժ, որը որ քաղաքական գործընթացներով ձգտում է իշխանապողության, ինքը պետք է բոլոր ոլորտներում ունենա իր անելիքները հստակ, պրագմատիկ եւ ոչ պոպուլիստական ծրագիրը, որը որ կյանքի պետք է կոչի։ Բայց ամենակարևորը եւ առաջնայինը արտաքին անվտանգության հետ կապված խնդիրներն են։ Այստեղ հակաիշխանական ուժեր ներկայացնող իմ գործընկերները, արդեն իմ գործընկերը նշեց, հզոր բանակ, այո։ Դա երաշխիքն է միմիայն դա։ Արտաքին անվտանգության պահպանման բանաձևը շատ պրիմիտիվ ու պարզ է։ Պետք է ունենաս հզոր բանակ եւ ունենաս նաեւ դաշնակցային փոխհարաբերություններ, ռազմաքաղաքական դաշինքներ։ Նորերը կնքես, եղածները վերաիմաստավորես։ Այս բանաձևով դու պետք է ունենաս հզոր, անվտանգային քո պատնեշը, քո հովանոցը։ Սա առաջնայինն է։ Հետևաբար, երբ որ ազգաբնակչությանը ներկայացնում են մեր ժողովրդին, որ հզոր բանակ ունենալը պարտադիր չէ խաղաղ ապրելու համար, դա նոնսենս է։ Դա նոնսենս է եւ դա մենք հստակ պետք է մեր ժողովրդին ասենք։ Եվ ասենք, հայ ժողովուրդ, դու այդքան պրիմիտիվ չես եղել քո պատմության մեջ։ Եվ նաև պատմության տարբեր ժամանակաշրջաններում Պարսից զորքերում քո հայկական այրուծին եղել է ամենաէլիտար զորամիավորումը։ Հետևաբար մենք պետք է կարողանանք վերադարձնենք, այո, մեր ինքնութենական հիմքերից բխող մեր պատմական հիշողության մեջ այն ցցուն են օրինակները, որոնք որ պետք է վառ ձևով արտահայտված, մեր ժողովրդին ասենք, որ այն իշխանությունը, որը այսօր ցավոք սրտի ներկայացնում է մեզ արտաքին աշխարհի շուրջ, արտաքին աշխարհին նա սպասարկում է ոչ հայկական շահեր։ Առնվազն ոչ հայկական շահեր, թե ինչպիսի շահեր, բնականաբար մենք առիթ ենք ունեցել ասենք, որ օրինակ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի վարչապետի տեխնացուն է, չէ՞։ Այդպես է, եւ այս հարցի վերաբերյալ մենք կարծես թե հակաիշխանական ուժերը ներկայացնող են գործընկերներ չունեն որևէ հակասություն։ Եվ մեր միասնությունը այստեղ որ նստած ենք, չէ՞, շատ ու շատ հարցերում տնտեսական, սոցիալական եւ քաղաքական, ռազմաքաղաքական, ռազմաարդյունաբերության զարգացման, չէ՞, այս հարցերում ինքը նարատիվային առումով մենք բոլորս միևնույն գծի մեջ ենք, որովհետեւ մենք նայում ենք ինքնութենական հիմքերի վերականգնման եւ պատմական հիշողության, պատմական արդարության վերականգնման տեսանկյունից։ Եվ մենք ասում ենք, չէ՞, որ արդարություն լինելու է, արդարությունը գալու է։ Եվ ինչու է գալու այդ արդարությունը, որովհետեւ մենք համոզված ենք, որ լինելու է այդ հաղթանակը հենց հունիսի 7-ին։ Մեր բնակչությանը, մեր ժողովրդին մենք պետք է ասենք, հարգելի հայրենակից, քո փրկությունը արտաքին անվտանգության հետ կապված առաջնահերթությունները լուծելն է։ Եթե փոխում ես բանակցողին, եթե փոխում ես այսօրվա քո անունից հանդես եկողին, ապա մյուսը որ կգա լինելու ազգային շահ ներկայացնող։ Եվ նրա շուրջը իհարկե բոլորը համախմբվելու են այն մարդիկ, այն ուժերը, որոնց ուղղությունը, որոնց նշանակետը նույնն է։ Սա պետք է ասենք մեր ժողովրդին եւ ցույց տանք նաեւ ըստ էության բոլորով միասին նույն կետին խփելու մեր պատրաստակամությունը։ Շնորհակալություն պարոն Անանյան եւ այսպես մի կարճ հարց էլ, քանի որ հնարավորություն կա այդ հարցը քննարկել ձեզ հետ, ձեր քաղաքական ուժի կողմից տեղեկատվություն տարածվեց Ադրբեջանի այսպես դիրքերը ամրացնելու հետ կապված, որը այս իշխանության ցնցումների մեջ գցեց, որով յուրաքանչյուրը այսպես ով քնից արտանում էր, որոշում էր ապացուցել հակառակը, որ այդպիսի բան չի կատարվում, ոչինչ որ ադրբեջանցիները մեր տարածքում են գտնվում, բայց չէ, դիրքերը չեն ամրացնում։ Բայց միևնույն ժամանակ նկատվեց նաև հասարակության անհանգստությունը։ Կարող է սա տրիգեր դառնալ նաև նախընտրական փուլում, երբ որ հասարակությունը ի վերջո իր անվտանգության բնազդից ելնելով ի վերջո ընտրություն կկատարի։ Գիտեք, Արցախի կորուստից հետո հանրային պասիվությունը, որը չդարավ տրիգեր, շատ դժվար է պատկերացնել, թե դրանից առավել ինչ պետք է տեղի ունենա, որ դառնա տրիգեր։ Բայց այնուամենայնիվ մենք ցուցադրեցինք մի շատ պարզ ու պրիմիտիվ բան, որ
20 թվականից այսքոմ ամեն տարի մենք կորցրել ենք տարածքներ, թե դիրքերի ձևով, թե ամրությունների տեսքով, եւ 25 թվականը, որը որ գովերգվում էր որպես խաղաղության տարի, մենք ուղղակի ցուցադրեցինք փաստերով, արբանյակային լուսանկարներով, որ 25 թվականին էլ ենք ունեցել տարածքային կորուստներ։ Եվ մեր ասածը նա է, որ եթե Նիկոլ Փաշինյան, ապա տարածքների կորուստ։ Եթե դու ընտրում ես Նիկոլ Փաշինյանին, ապա դու ունենալու ես տարածքների կորուստ։ Ընդ որում տարածքների կորուստը մթության քողի, լռության քողի ներքո։ Հարությանը մոլորեցնելու, չասելու, սուտ խոսելու, այն գործընկերը նշեր չէ, որ Վարշավյան պետական պաշտոնյան սուտ խոսելու համար պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի։ Իսկ այն պաշտոնյան, որը փաստը ներկայացնողին ստախոսության մեջ է մեղադրում, ոչ պակաս նաև ինքն էլ է ստախոս, չէ։ Հետևաբար նա էլ պետք է պատասխանատվության ենթարկվի քրեական։ Այո, տեսեք, պետություն ղեկավարելը, պետություն կառավարելը խաղուպար չի, դա պերաշկի ուտել չի, դա ուրախ ավտոբուսով զբոսակ չի, դա պատասխանատվություն է, դա գիշերներ չքնել է, դա սեփական կամֆորտը զոհելու զիջել է, ավելի մեծ գաղափարի ու ավելի մեծ պատասխանատվության համար։ Գնացեք ենքում, չի ստացվել ձեր մոտ, մեղմ ասած։ Եվ սա պետք է մենք ժողովրդին ասենք, որ տեսեք, նույնիսկ 2025 թվականի հուլիսի 31-ից օգոստոսի 15-ին ընկած ժամանակահատվածում, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձր հովանու ներքո ստորագրվում էր կամ նախաստորագրվում էր, չէ, իրենց գովերգված խաղաղության պայմանագիրը, խաղաղություն չկար այդ ժամանակ, կար այդ պատրանքը, կար սուտը, կար քողարկումը, լռությունը, այդ լռության քողի ներքո զիջելը տարածք։ Հասկանում եք, սա էր, որ մենք ցուցադրեցինք եւ կարծում եմ, որ դեր անակնկալներ լինելու են։ Վատ իմաստով անակնկալներ իրենց համար։ Շնորհակալություն, պարոն Սուրենյանց, տեսեք, խոսեցինք այս իշխանության